Հայաստանի պատմության մեջ կան պահեր, եւ ժողովուրդը կանգնում է ոչ թե հերթական ընտրության, այլ ճակատագրական որոշման առաջ։ Այսօր հենց այդպիսի օրերի շեմին ենք։ Տասնամյակներ շարունակ մեզ խոստացել են արդարություն, բայց տվել են անարդարություն։ Խոստացել են անվտանգություն, բայց բերել են անորոշություն։ Խոստացել են բարեկեցություն, բայց միլիոնավոր հայերի կանգնեցրել են արտագաղթի, աղքատության եւ հուսահատության առաջ։ Մեզ բաժանել են նախկինների եւ ներկաների, աջերի եւ ձախերի, սևերի եւ սպիտակների, բայց այդ բաժանումներից երբեք չի շահել ժողովուրդը։ Շահել են միայն նրանք, ովքեր իշխանությունը վերածել են սեփական շահի գործիքի։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի ոչ թե հերթական իշխանափոխության, այլ պետականության վերածննդի։ Դոկ կուսակցությունը եւ նրա վարչապետի տեխնացու Վարդան Ղուկասյանը գալիս են ոչ թե հերթական խոստումները կրկնելու, այլ պատասխանատվություն ստանձնելու համար։ Մենք չենք խոստանում հրաշքներ։ Մենք խոստանում ենք օրինականություն, արդարություն, անվտանգություն, կարգապահություն եւ ազգային արժանապատվության վերականգնում։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է կրկին դառնալ ուժեղ, անվտանգ, զարգացած եւ հպարտ պետություն։ Եթե պետության հիմքում դրի ոչ թե անձնական շահը, այլ ազգային շահը, ոչ թե կոռուպցիան, այլ պատասխանատվությունը, ոչ թե վախը, այլ օրենքի դիկտատուրա։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ մենք ներկայացնում ենք ոչ միայն նախընտրական ծրագիր, այլ Հայաստանի վերածննդի ճանապարհային քարտեզը։ Հարգելի ընտրող, ասեմ, որ պարոն Վարդան Ղուկասյանի կողմից կուսակցության նախընտրական ծրագիրը մանրամասն համալիր ներկայացվել է վերջինիս կողմից եւ այժմ ես ամփոփ ձևով կներկայացնեմ այն ձեզ։ Մեր կարգախոսն է Արևային Հայաստան օրենքի դիկտատուրայի ուժով։ Եվ այսպես սկսենք պետական կառավարման եւ իրավական համակարգից։ Օրենքի գերակայության անվերապահ հաստատում, անկախ անաչառ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ անզիջում պայքար, պետական ապարատի օպտիմալացում, պաշտոնատար անձանց եկամուտների եւ գույքի ամբողջական վերահսկողություն, ոչ փողոցային արդարադատությանը, ոչ ընտրովի արդարադատությանը, բացառապես օրենքի դիկտատուրա։ Հաջորդիվ ազգային անվտանգություն եւ պաշտպանությունն է, եւ մեկ անգամ ես հիշեցնեմ, որ ես սա ասում եմ համառոտագրված, ավելի մանրամասն դուք այն կարող եք գտնել կենտրոնական հանձնաժողովի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ դոկ կուսակցության լրատվականի պաշտոնական էջում։ Եվ այսպես, ազգային անվտանգություն եւ պաշտպանություն, պրոֆեսիոնալ բանակ, մարտունակ բանակ, ռազմարտունաբերության զարգացում, հայկական ռազմական տեխնոլոգիաների արտադրություն, սահմանների ինժեներական ամրացում, պայստազորի նոր համակարգ, զինվորի սպայի սոցիալական երաշխիքների բարձրացում, սեփական պաշտպանական ներուժի ձևավորում։ Արտաքին քաղաքականություն, Հայաստանի ինքնիշխանության պաշտպանություն, բարեկամություն, հարևանություն, ոնց գիտեք հասկացեք բոլորի հետ եւ ոչ մի կախվածություն ոչ մեկից, ազգային շահի գերակայություն, ռազմավարական գործընկերության խորացում Ռուսաստանի հետ, հավասարակշռված հարաբերություն Միացյալ Նահանգների հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրոպայի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ, ոչ արտաքին կառավարմանը։ Արցախը եզակի թեմաներից էր, որ երևի միակ կուսակցություններ, դոկ կուսակցությունը իդեմս պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի, որ հրապարակային հայտարարեց, արցախցին պետք է ապրի Արցախում։ Եվ դիմեց բոլոր քաղաքական կուսակցություններին, ասեց արտահայտեք նաև ձեր կարծիքը։ Ինչևից է մեկ անգամ ևս արձանագրում եմ, որ նախընտրական ծրագրում Արցախի թեման փակված չէ։ Արցախայցյան վերադարձի պետական ծրագիր,
Արցախի ժողովրդի իրավունքների միջազգային պաշտպանություն։ Արցախցին պետք է ապրի Արցախում սկզբունքի իրականացում։ Հաջորդը տնտեսության հետ կապված շատ կարճ արձանագրում անեմ վերցրած պետական ծրագրից։ Փոքր եւ միջին բիզնեսի զարգացում, նոր արդյունաբերական քաղաքականություն, տեղական արտադրության խթանում, նոր աշխատատեղերի ստեղծում, հարկային համակարգի պարզեցված, ավելի քան պարզեցված վիճակ եւ հայտարարում են պաշտոնապես, որ հարկային գերատեսչությունների երևի թե 2/3-ը պետք է լուծարվեն։ Այդ գերատեսչությունները անելիք չունեն այն երկրում, որտեղ Հայաստանի քաղաքացին պետք է լինի բացառապես օրինապաշտ եւ իր մեջքին պետք է զգա բացառապես պետության հովանավորությունը։ Գյուղատնտեսության զարգացում, ներդրումների ներգրավում։ Ասեմ, որ փոքր բիզնեսի հարկային քաղաքականության արդյունքում փոքր բիզնեսը չի արգելվելու, բայց միևնույն ժամանակ պայմանավորվելու, որ յուրաքանչյուր կրպակի, փոքր խանութի, տաղավարի, այսպես ասած, իրացնողը, օգտագործողը, կառավարողը ունենալ է պոզիտիվ պարտավորություն հետևի ոչ միայն իր տաղավարի, այլ նաև դիմացի մայթի մաքրությանը, ինչպես նաև բարձր կարգի լուսավորությանը։ Հաջորդը դա սոցիալական քաղաքականությունն է։ Թոշակների բարձրացում, թե որտեղից պետք է բարձրանան թոշակները, պարոն Ղուկասյանը բազմիցս բարձրաձայնել է, նրան ես չանդրադառնամ։ Մեկ անգամ ևս հիշեցման կարգով ասեմ, որ վերջինիս հանրային ելույթներում բազմիցս թոշակների բարձրացման աղբյուրի վերաբերյալ հղումը տրվել է։ Նվազագույն աշխատավարձի վերանայում, բազմազավակ ընտանիքների պետական աջակցություն, երիտասարդ ընտանիքների բնակարանային ծրագրեր, սոցիալական արդարության ապահովում։ Ես բազմիցս ասել եմ, որ շատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Հայաստանի Հանրապետությունը լքել են ոչ միայն հանապազորյա հացի փնտրտուքով, այլ նաև սոցիալական արդարության հետ կապված խնդիրներ ունենալով։ Այո, եւ դա է պատճառը, որ մենք հայտարարել ենք օրենքի դիկտատուրայի ուժով կառուցել արևային Հայաստանը։ Հաջորդը դա առողջապահությունն է։ Անվճար առաջնային բուժօգնություն, մարզային հիվանդանոցների վերազինում, այսինքն սյունեցին, մեղրեցին, չեն գալու բացառապես առողջական խնդիրներով պայմանավորված մայրաքաղաք Երևան։ Բժիշկների աշխատավարձերի բարձրացում, դեղերի հասանելիության ապահովում։ Արձանագրեմ, որ պարոն Վարդան Ղուկասյանը կարևոր տեղ է տալիս բժիշկների սոցիալական ապահովությանը եւ բարձր աշխատավարձ եւ բազմիցս հայտարարել է հետեւյալը, որ մանկավարժը, բժիշկը, զինվորականը պետք է ստանան մաքսիմալ աշխատավարձ եւ ապրեն հետաքրքիր է, հարգելի ինտրո, ապրելու հետ կապված ապրել բառը վերարտադրեցի եւ ինձ բռնեցին գիտակցության, որ բոլորն էլ ապրում են։ Ապրում են, բոլորն էլ ապրում են։ Բժիշկները ապրել ապրում, մանկավարժները ապրել ապրում, զինվորականները ապրել ապրում, զորբաները ապրել ապրում։ Խոսքս վերաբերում է արժանապատիվ ապրելուն։ Հաջորդ ծրագիրը, որ շատ հակիրճ կներկայացնեմ, դա կրթությունն է։ Ուսուցչի մասնագիտության հեղինակության վերականգնում, որ մեր հայրերը որ պատմում են, մի քիչ էլ մենք ենք մտածում, որ ուսուցիչը նման չի մեծ մահկանացուներից, նո փոխաբերական իմաստով այո պետք է վերականգնել դա։ Միանշանակ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում քիչ առաջ ասեցի եւ ժամանակակից դպրոց։ Ժամանակակից դպրոցի տակ չենք հասկանալու, որ աշակերտը ինչ ուզի պետք է հագնի, ուսուցիչը ինչ ուզի պետք է հագնի, ժամանակակից դպրոց ասելով մենք հասկանալու ենք արդիականացում, բայց դասական նոյանսները մենք պահել ենք։ Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացում եւ վերջապես ազգային հայագիտական կրթության ամրապնդում։ Մի բան է, եւ դու բարձրաձայնում ես, որ մենք առաջի քրիստոնեական պետությունն ենք, բայց տարական գիտելիքներ չունես եւ առաջի քրիստոնեական պետություն լինելով հանդերձ
եւ դա վերջապես ինչ է նշանակում եւ ինչ պոզիտիվ պարտավորություն եւ ինչի՞ չէ նաեւ իրավունքներ ունես այդ բառը ասելուց հետո։ Հաջորդ ծրագրային դրույթը դա երիտասարդության թեման է եւ որպես կանոն ծրագրում մեծ տեղ է հատկացվում երիտասարդ մասնագետներին։ Ես հիշում եմ, որ ԽՍՀՄ տարիներին հատուկ ծրագիր կար երիտասարդ մասնագետների համար, որոնց առաջնահերթության կարգով տրվում էին բնակարաններ։ Ահավասիկ այդ ծրագիրը պետք է վերակենդանացնել եւ երիտասարդ մասնագետը ոչ թե պետք է ուղղակի անուղղակի կախված լինի իր ծնողից կամ այլ հարթության վրա, երիտասարդ մասնագետը պետք է վստահ լինի, որ իր բնակարանի խնդիրը պետք է լուծել։ Թե որտեղից, ասեք նորից հարգելի ընտրող, դրա հետ կապված եւ բարձրաձայնել է պարոն Ղուկասյանը, կարող եք մանրամասն նայել, եւ որ այդ աղբյուրները ոչ միայն կան, այլ այս հարթության վրա երիտասարդ մասնագետների հետ կապված բնակարանների առաջնահերթությունը միանշանակ դրվելու է գլխավոր պլան։ Նաև ծրագրում շատ համառոտ ներկայացված է ներողություն, այստեղ ես հիմա կբարձրաձայնեմ սպորտի եւ մշակույթի զարգացումը, մի առանձին մեծ գլուխ Վարդան Ղուկասյանը իր ծրագրում նրա մասին ներառել է։ Հաջորդ կարևորագույն խնդիրը որ կա, գյուղատնտեսությունն է։ Ոռոգման համակարգերի արդիականացում, գյուղատնտեսական վարկերի մատչելիություն, վերամշակող արդյունաբերության զարգացում, պարենային անվտանգության ապահովում։ Հաջորդ ծրագրային դրույթը համառոտ որ կասեմ, դա բնապահպանությունն է։ Առաջին պլան է մղված Սևանի պաշտպանության խնդիրը։ Այսօր մենք թեպետում ենք օրենք, բայց դա թղթի վրա է գրած։ Կրուգոն, բեգոն են ճանապարհներին է, որ ցույց են տալի, մեծ ձեռքերով ձուկ են ցույց տալի 24 ժամվա եւ 24 ժամվա եւ ամբողջ տարեկան հատվածում պետք է լինի վերահսկողություն։ Վերահսկողություն պետք է լինի նաեւ անտառների հետ կապված նաեւ վերականգնում եւ միանշանակ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում։ Ըստ փորձագետների առաջիկա 10-15-20 տարի հետո նոր պատերազմները կսկսվեն ոչ թե նավթի վառելիքի հետ կապված, այլ կսկսեն բացառապես ջրային ռեսուրսների հետ կապված։ Չգիտեմ հարգելի ընտրող, դեզանից քանի տոկոսը գիտեմ, բայց Նայրի, որը Հայաստանի ալտերնատիվ անուն է, այսպես ասած, Նայրին նշանակում է ջրերի երկիր։ Ունենալով ապրելով ջրերի երկրում, այսօր Հայաստանում կա ջրի խնդիր։ Ապրելով ջրերի երկրում, այսօր բավականին վարելահողեր չեն մշակվում, բացառապես ջրի պատճառով։ Պարոն Ղուկասյանի կողմից առանձին նաև ծրագիր է ներկայացվել մարզերի հետ կապված։ Եզակի քաղաքական միավոր էր, որ այս պետական ծրագրերի շրջանակից զատ նաև ներկայացրեց յուրաքանչյուր մարզի համար առանձին ծրագիր։ Սկսենք Երևան քաղաքից։ Անվճար տրանսպորտ թոշակառուների, ուսանողների եւ դպրոցականների համար։ Եթե դուք ես կոչում ես սոցիալական երկիր եւ սոցիալական երկրում դու թոշակառուին դնում ես այնպիսի մի վիճակի մեջ, որ թոշակառուն չի կարողանում վճարեն 100 դրամը, թե հիմա 200 դրամը դառը, թե 50 դրամը դառը, իհարկե ոնց որ ուզում են 400-500 դրամ սարքեին եւ բացառապես հասարակության զայրույթը ստիպեց, այսպես ասած, այսօրվա իշխանիկների Երևան քաղաքի վերանային։ Միանշանակ իմպերատիվ ասվել է, որ իշխանության գալուց հետո թոշակառուների, ուսանողների, դպրոցականների համար այն լինելու անվճար։ Բակերի ամբողջական բարեկարգում։ Մենք իմպերատիվ հայտարարում են, ծրագրում դրված է, որ Երևան քաղաքի այն բակերում, որտեղ դրված են վերգետնի ավտոտնակներ, գերակշիռ մասը պետք է վերանա։ Բակը երեխայինն է, բակը թոշակառուինն է, բակը այդ շենքի ապրողինն է։ Եվ եթե հիմա հարց կբարձրացվի, բա այդ մեր մեքենաները ինչ պետք է անենք։ Գիտությունը այնքան է զարգացել, որ կարելի է մի քանի հարգանի ստորգետնյա ավտոտնակներ սարքել, վերևն էլ մնա բակը։
Եվ վերջապես կանաչապատման լայնածավալ ծրագիր։ Ով չի իմանում, թող իմանա, որ Երևանը այնպիսի մի տեղ է կառուցված, որտեղ փոշին բավականին բարձր մակարդակի է։ Երևանցիները հաճախ են նկատել, որ մի թեթևակի քամու պայմաններում ամբողջ Երևանը ծածկվում է փոշով։ Ավելի փորձագետները արձանագրել են, որ 100 եւ պլյուս անգամ փոշու այդ ստանդարտը ավելի բարձր է, քան թե իրականում պետք է լիներ։ Եվ մեզանից յուրաքանչյուրը, առավելես երևանցիները, թող իրենց համար հետևություն անեն, թե ինչ քաղաքում են ապրում։ Եվ այո, կանաչապատման լայնածավալ ծրագրի իրականությունը բացառապես պետք է լինի ոչ միայն երևանցիների, ոչ միայն Երևանի իշխանությունների, այլ բացառապես այն պետք է լինի պետական ծրագրով մակարդակով։ Վերջերս ես մի հարցազրույցի էի եւ A-կետից B կետը տեղափոխվելու համար հարգելի ընտրող, ինձանից պահանջվեց 1.5 ժամ։ Ես սա նորություն չեմ ասում, այն անձիկ, ովքեր ուղղակի ամուղակի շփվում են Երևանի ճանապարհները, լավ են հասկանում, թե ինչ է նշանակում խցանում։ Իրենք Երևանը դա Մեխիկո չի, Երևանը դա Պեկին չի, Երևանը դա Նյու Յորք կամ Մոսկվա չի, կարող եմ շարունակել։ Երևանը բավականին համեմատած այդ գերհզոր քաղաքների հետ մի հատ փոքր այդ քաղաքի մի հատ փոքր նո ասենք շրջան է, հա, բայց ինչ ենք մենք այսօր տեսնում։ 21-րդ դարում Երևանը չունի ճանապարհ։ Արդյունքում մեքենաների հոսքը վերում է այնպիսի տոտալ խցանումների, իսկ կյանքում երկու բան չես կարող հետ բերել։ Մեկը ժամանակն է, մյուսն էլ առողջությունը։ Եվ դուք պատկերացրեք օրական ռեժիմով քանի երևանցի եւ Երևանի ճանապարհներով անցնող անձիկ իրենց առողջության եւ ժամանակի հաշվին փորձում են տեղափոխվել A-կետից B կետը։ Ավելին Երևանում գալով ասեմ այսօր Երևանի մասին օրենք է լինելու, ներողություն, կենտրոնի մասին օրենք է լինելու, որ արգելվում է կենտրոնում ընդհանրապես բազմաբնակարան շենքեր սարքելը, այն դեպքում երբ այսօր փոքր կենտրոնում սարքում են բազմաբնակարան շենքեր, հաշվի չառնելով ոչ կոմունիկացիաները եւ դրանից բխող բոլոր բացական հետևանքները։ Երևան քաղաքը Մուսակի Կարեն Դեմիրճյանի օրոք նմանը չունեցող սովետական միությունում կառուցվեց մետրոպոլիտեն։ Ոնց որ կառուցվեց այդ 70-ական թեթողների եւ 70-ականների վերջին 70-ականների սկզբի մետրոպոլիտենը, այդպես էլ այդ 6-7 կայարանները մնացին այդ ձևի։ Բացառապես ծրագրում ունենք ծրագիր, գլխավոր ծրագրերից մեկը Երևան քաղաքի մետրոպոլիտենի ինլայնումը։ Այսօր պրակտիկան ցույց է տվել, որ ստորգետնյա տրանսպորտը արդարացնում է իրեն տարբեր բաներով հանգերց։ Երևան քաղաքի հետ կապված, ինչպես նաև բոլոր մարզերի հետ կապված, մենք ունենալու ենք աղբանության և լուսավորության նոր համակարգ։ Այսօր խոսույթ կա, որ ամենաթանկ հումքերից մեկը դա աղբն է։ Այսօր մեր Նուբարաշենի աղբանոցը իրականում վերածվել է աղբանոցի։ Այն դեպքում, երբ